Գիտեիք, որ Հայաստանում նոր ասֆալտը, դպրոցներն ու մանկապարտեզները պարտքով են կառուցվում։ Հայաստանն այս պահին ավելի քան 14 միլիարդ դոլարի պետական պարտք ունի։ 2018 թվականից ի վեր, երբ պետության ղեկը անցավ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Առհասարակ պետական պարտքը ընդդիմություն եւ իշխանություն բանավեճերի հիմնական թեմաներից մեկն է։ Քանի որ մեր պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, այսինքն այն գումարները, որոնք քաղաքացիներն ու բիզնեսը վճարում են պետական բյուջե, պետությունը ստիպված է լինում պարտքներ գրավել, որպեսզի կարողանա տվյալ տարվա համար նախատեսված ծախսերը կատարել։ Դա նույնն է, երբ ընտանեկան բյուջեն չի հերիքում, բայց ընտանիքը պետք է անհրաժեշտ ծախսեր անի, պարտք է վերցնում, վարկ է վերցնում, այն հույսով, որ հետագա աշխատավարձով կփակի այդ վարկերը, իսկ իրենց կյանքը այդ վարկերի հաշվին ավելի լավը կդառնա։ Այդպես էլ տարիներ շարունակ ծանրացել ու գոյացել է Հայաստանի պետական պարտքը։ Իսկ բանավեճերի հիմնական առարկան է, արդյոք այդ պետական պարտքը ծախսվում է արդյունավետ, եւ արդյոք Հայաստանը չի կուտակել այնքան պարտ, որ առաջիկայում մենք եւ մեր սենունդները այն փակելու համար խնդրի առաջ կկանգնենք։ Պետական պարտքն աճել է ոչ միայն այս, այլև նախկին իշխանությունների օրոք։ Առհասարակ տնտեսական շոկերի ժամանակ Հայաստանը ավելի շատ է հույսը դնում պետական պարտքի վրա։ Այդպես եղավ օրինակ 2020 թվականին, երբ տնտեսությունը գահավիժեց պատերազմի եւ համավարակի հետևանքով։ Լավ, չենք ուզում ասենք, էդ ասենք, զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետեւ շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք։ Բայց չգիտեք, որ կովիդ ա եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ։ Պարտքը աճել է ոչ միայն պատերազմի ու համավարակի ժամանակ, այլև դրան հաջորդող տարիներին։ Օրինակ 2022 թվականին, երբ Հայաստանը դարձավ տարանցիկ երկիր Արևմուտքի եւ Ռուսաստանի արտահանումների համար, ինչպես նաեւ բազմաթիվ ռելոկանտներ ընդունեց ու բարձր տնտեսական աճ գրանցեց։ Ընդհանուր տրամաբանությունը այսպեսին է, որ մենք պարտք ենք վերցնում, որպեսզի ներդրում կատարենք մեր ապագա զարգացման մեջ, որպեսզի հետագայում կարողանանք ավելացնել մեր եկամուտները ավելի արագ, քան այդ պարտքի հետ կապված ծախսերն են կամ պարտքը ինքնին։ Արդյոք Հայաստանը վերցված պարտքն ուղղել է զենքին եւ քովիդը հաղթահարելուն։ Արդյոք Հայաստանի պետական պարտքի բեռը նվազել է, ինչպես հայտարարում են իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Մեդալի երկու կողմում տարբեր մեկնաբանություններ ու տարբեր թվեր են, բայց դրանք հասկանալու համար նախ փորձենք հասկանալ, թե ինչ կառուցվածք ունի Հայաստանի պետական պարտքը։ Այսպես, Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին եւ արտաքին պարտքից։ Այս պահին արտաքին պարտքը կազմում է Հայաստանի ընդհանուր պետական պարտքի գրեթե կեսը։ Դրանք մեծ մասամբ այն վարկերն են, որոնք Հայաստանը վերցնում է օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից։ Երևի լսել եք, որ մենք ասում ենք Հայաստանը պարտք է Համաշխարհային բանկին, Ասիական զարգացման բանկին, Ռուսաստանին, Ֆրանսիային եւ այլն։ Սրանք հենց այդ պարտքերն ու այդ վարկերն են։ Իսկ ներքին պարտքը այս տարվա հունվարի վերջի դրությամբ 7.4 միլիարդ դոլար է, կամ եթե դրամային արտահայտությամբ ասենք 2.8 տրիլիոն դրամ։ Այդ գումարը պետությունը պարտք է իր իսկ քաղաքացիներին եւ կազմակերպություններին, որոնք պետությունից գնել են պետական գանձապետական պարտատոմսեր, այսինքն պետությանը պարտք են տվել հետագայում այդ գումարները ավել տոկոսներով հետ ստանալու պայմանով։ Կարևոր է նշել մի փոփոխության մասին։ Վերջերս Հայաստանի պետական պարտքից կառավարությունը որոշել է զտել Հայաստանի կենտրոնական բանկի պարտքը։ Ընդհանուր առմամբ Հայաստանի պետական պարտքը Հայաստանի կառավարության եւ կենտրոնական բանկի պարտքն է։ Ճիշտ է, կենտրոնական բանկի պարտքը բավականին փոքր է ընդհանուր պարտքի մոտ 4%, սակայն այս պահին կառավարության նոր փոփոխություններով այդ պարտքը այլևս չի հաշվարկվում ընդհանուր պարտքի մեջ։ Ֆինանսների նախարարությունը ներկայացնում է, որ դրանով փորձում է միջազգային չափանիշներին համապատասխանող վիճակագրություն ներկայացնել, իսկ իրականում այս քայլով Հայաստանի պետական պարտքի ծավալը որոշ չափով նվազել է։ Բայց քանի որ մինչև այդ Հայաստանի կենտրոնական բանկի պարտքը մշտապես ներառված է եղել ընդհանուր պարտքի մեջ, մեր ինֆոգրաֆիկաներում մենք ներառել ենք նաև այդ թվերը։
Վերջին տարիներին Հայաստանի ներքին պարտքը շատ ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը։ Պետությունը որոշել է, որ այդպես ավելի ապահով է, քանի որ ներքին պարտքը տրվում եւ մարվում է հայկական դրամով, այսինքն զերծ է արտարժույթի տատանումների ռիսկից։ Ընդհանուր առմամբ 2018 թվականից ի վեր Հայաստանի ներքին պարտքն ավելացել է 6 միլիարդ դոլարով, իսկ արտաքին պարտքը 1.5 միլիարդ դոլարով։ Իշխանությունները հաճախ են փորձում ժողովրդին փարատել, թե պետական պարտքի համար անհանգստանալ պետք չէ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նույնիսկ թերի տեղեկություններով է փորձում դա անել։ Վերջերս շատ եմ ստանում նամակներ, ձեզանից մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է, կրկնում եմ, 5 միլիարդ 962 միլիոն դոլար, եւ այն մարդիկ, որոնք որ տարածում են այդ 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում։ 2025 թվականի փետրվարին Պապոյանի այս հայտարարությունից հետո լրատվամիջոցներն ու մասնագիտական հանրությունը շտապեցին մեկնաբանել, որ չնշելով ներքին պարտքի մասին, Պապոյանը ինքն է մանիպուլացնում պարտքի թեման, չէ՞ որ ներքին պետական պարտքը ոչ միայն ավելի թանկ պարտք է, այսինքն դրա տոկոսներն ավելի բարձր են, այլ նաև ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը։ Սակայն սպասարկման մասին Գևորգ Պապոյանը կարծես չի սիրում խոսել։ Այս տեսանյութից 1 տարի հետո նա կրկին անդրադարձավ պարտքի թեմային։ Ավետեց, որ Հայաստանի պետական պարտքի բեռը նվազել է։ Որպես ցուցանիշ նա վերցրել էր Հայաստանի պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքին, սակայն որևէ կերպ չէր նշել, որ օրինակ սպասարկման գումարները տարեց տարի աճում են։ Հայաստանի պետական պարտքը 2017 թվականին կազմում էր մեր հնայի 59%-ը, այնինչ 2025 թվականին կազմում է մեր հնայի 49%-ը։ Այսինքն մեր պետական պարտքի բեռը նվազել է։ Իսկ դա նշանակում է, որ մեծ հաշվով պետական պարտքը մեր երկրում չնայած բացարձակ թվով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է եւ դա որպես բեռ մեր պետության ու մեր ժողովրդի համար փոքրացել է։ Հայաստանը չի կարող անվերջ պարտք վերցնել, դրա համար գոյություն ունեն հարկաբյուջետային կանոններ։ Օրինակ, եթե տվյալ տարվա վերջում Հայաստանի պետական պարտքը հատել է հնայի 60%-ի շեմը, կառավարությունը պարտավորվում է ձգել գոտիները եւ այնպես անել, որ այդ շեմը հետագա տարիներին նվազի։ Այստեղ առանձնացվում է կառավարության պարտքը, այսինքն 60% շեմը վերաբերում է կառավարության պարտքին։ Եթե շարժվենք Պապոյանի տրամաբանությամբ, այո, պետական պարտքնա հարաբերակցությունը այս տարիների ընթացքում նվազել է։ Բայց արդյոք սա կարող է հիմք տալ պնդելու, որ պետական պարտքի բեռը թեթևացել է։ Պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի կարծիքով ոչ, քանի որ սրան զուգահեռ կան այլ թվեր եւ փաստարկներ։ Իրական վիճակը ցույց է տալիս տնտեսության աճը, հնայի աճը համատելով այդ աճի տեմպը տարիների ընթացքում, համատելով պարտքի աճի տեմպի հետ, կառավարության պարտքի տվյալ պարագայում։ Տրամաբանությունը պարտք վերցնելու նա է, որպեսզի տնտեսության աճին խթան հանդիսանա։ Եվ եթե պարտքը վերցրել ենք, պարտքը ավելի մեծ տեմպով աճել, քան տնտեսությունը, ուրեմն չի աշխատում այդ պարտքը տնտեսության մեջ։ Ես հələ չեմ ասում, որ պատերազմն է նպաստել նույն այդ հնաաճին, այսինքն այդ ամենը հələ չենք հաշվում։ Այդ նույն հնայի մեջ այդ ամենը արտացոլված է, նույնիսկ այդ աճով հնայի հետ համատած պարտքը ավելի մեծ աճի տեմպով է, բայց ընդհանուր երկու դեպքում էլ, անկախ նրանից մենք պարտքը դոլարով կվերցնենք թե դրամով, իրենց աճի փոփոխությունները, երբ համատում ենք հնայի աճի տեմպի հետ, պարտքի կորը միշտ վերջին հատկապես 19-20 թվականից սկսած պարտքի կորը գտնվում է հնայի կորի վերևում։ Այդ նշանակում է պարտքի բեռը աճում է։ Մյուս փաստարկն էլ այն է, որ պետական պարտքի սպասարկման գումարները տարեց տարի մեծանում են։ Դրանք այն տոկոսներն են, որոնք մենք վճարում ենք պարտքի համար։ Այդ գումարների տեսակարար կշիռը Հայաստանի պետական բյուջեում եւս ավելանում է։
Այսպես, միայն 2025 թվականին Հայաստանը պարտքի տոկոսների գծով 349 միլիարդ դրամ է վճարել։ 2017 թվականի համեմատ այս գումարը գրեթե եռապատկվել է։ Եվ ուշադրություն, մենք սա խոսում ենք միայն պարտքի տոկոսների մասին, եւ ոչ թե մայր գումարների։ Պետական պարտքի թե մայր գումարները եւ թե տոկոսավճարները վճարում ենք մենք, հարկատու քաղաքացիներս։ Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական պարտքի տոկոսավճարների հարաբերակցությունը եւս 2017 թվականի համեմատ աճել է, թեև վերջին 1-2 տարիներին որոշակի նվազման միտում կա։ Երբ որ նայում ենք տենդենսը, մենք տեսնում ենք, որ 2017-ին օրինակ երբ 10.5% էր պետական եկամուտների, հիմա դարձել է 2025-ին, այսինքն դարձել է 12.8%, իսկ 24 թվին 13.1%% է եղել։ Այսինքն այստեղ էլ ահռելի աճ կա։ Ինչու եմ սա ահռելի ասում, որովհետև պետական եկամուտները կհիշեք Փաշինյանը նույնիսկ գլուխ էր գովում 17-ի համեմատ կրկնակ եւ ավել անգամ մեծացել են։ Եվ դա նշանակում է, որ դրանով ենք նաեւ հասկանում, որ պարտքի բեռը ինչքան շատ է մեծացել։ Այն գումարները, որոնք պետությունը վճարում է պարտքի տոկոսների համար, կարող էր ծախսել օրինակ թոշակների բարձրացման համար, առողջապահական ծախսերում, կրթության վրա եւ այլն, բայց այնպես է ստացվել, որ վերջին տարիներին պարտքի տոկոսավճարներին շատ ավելի մեծ գումար է ուղղվում, քան հենց օրինակ առողջապահության եւ կրթության ծախսերին։ Պարտքի բեռը չափելու եւս մեկ ցուցանիշ կա՝ միջին կշռված տոկոսադրույքը, այն եւս բարձրացել է։ Ես որոշ չափով համաձայն եմ այդ փորձագետների կարծիքին, որ կարևոր ցուցանիշ է տոկոսավճարների կամ պարտքի սպասարկման ծախսերը մեր եկամուտների մեջ դիտարկելը։ Ճիշտ է նաև նա, որ վերջին տարիներին այս ցուցանիշը ավելացել է։ Բայց ճիշտ է նաև նա, եւ դուք դա կտեսնեք առաջիկայում հրապարակվելիք բյուջեի կատարման հաշվետվության մեջ, որ տոկոսավճարների գծով ծախսերը հարաբերած մեր եկամուտների հետ նվազել են նախորդ տարվա համեմատ։ Սա պայմանավորված է նրանով եւ շարունակելու են նվազել առաջիկա 25-24-ի համեմատ։ Այո։ Իսկ ինչի էր աճում, ասենք 22, 23, 24 թվականներին, որովհետև մենք ունեինք բարձր տոկոսների ժամանակաշրջան, այսինքն ամբողջ աշխարհում տոկոսները բավականին բարձր էին, այդ թվում նաև Հայաստանում, եւ պարտքի գինը որոշակիորեն բարձրացել էր։ Բացի դրանից, մենք զգալիորեն մեծացրել էինք տեղական պարտքի կշիռը, որը ավելի թանկ էր, քան արտարժույթով վերցրած պարտքը, թեև այդ պարտքի մեջ չի ներառվում այն ծախսերը, որը մենք կունենայինք, եթե փոխարժեքի ռիսկը նաև գնահատենք։ Պարտքով այդ ճանապարհները, որ սարքել են, մի ձմեռվա մեջ քայքայվել գնացել է։ Այսինքն այդ ճանապարհը, եթե որակով լիներ, որ պետք է տնտեսությանը ծառայեր 10 եւ ավել տարի, ինչու տնտեսությանը, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտի, որ ճանապարհները տնտեսության արյունատար անոթներն են։ Դրա համար է աշխարհը ասում ճանապարհների վրա լիքը փող դիր, որ զարգացնես տնտեսությունը։ Մարդիկ արագ են տեղաշարժվում, վնասներ չեն կրում, մեքենաները ջարդրտվում, այդ ամեն ինչը տնտեսության վրա բեռ է հանդիսանում։ Եվ մենք տեսնում ենք, որ հերիք չի պարտքը ավելի մեծ տեմպով աճում, մի հատ էլ այդ ներդրված պարտքը ենթակառուցվածքում նպատակին չի ծառայել։ Մենք հաջորդ տարիներին միջին հատվածում, նույնիսկ երկարաժամկետում տեսնելու ենք, որ պարտքի բեռը շատ ավելի ծանր է մեր վրա լինելու։ Այսինքն մենք ունենալու ենք պարտք, որը պետք է սպասարկենք այս մեծ պարտքը, գումարած քայքայված ենթակառուցվածք, որը իր նպատակին չի ծառայելու։ Ես կարծում եմ, որ ճանապարհները մեր իշխանության ուժեղ կողմերից մեկն է, որովհետև ճանապարհները երբեք այսքան լավը չեն եղել, ինչքան որ հիմա են։ Այն բողոքները, որոնք հիմա կան եւ փոսերն էլ այո կան, վկայում են նրա մասին, այսինքն մեր անհանդուրժողականությունը դրա նկատմամբ, դա նաեւ որ վերջին տարիներին մենք սովորել ենք, որ ճանապարհներին չի կարող ընդհանրապես փոս լինել։ Եվ ես ուրախ եմ դրա համար եւ վստահ եմ, որ արագ այդ հարցերը բոլոր թերությունները կշտկվեն։ Վարչապետն էլ միշտ ասում է, որ որակի հետ կապված հարցեր դեռևս
մնում են եւ դրա վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Ի վերջո, հնարավոր է հստակ հասկանալ, թե ներգրավված պետական պարտքը պետությունը կոնկրետ որ ուղղությամբ եւ որ ծրագրերի վրա է ծախսել։ Եթե մենք խոսում ենք ներքին պարտքի մասին, որը ինչպես տեսանք վերջին տարիներին շատ ավելի արագ է աճել, քան արտաքին պարտքը, ապա այս դեպքում ոչ, չենք կարող տեսնել։ Խնդիրն այն է, որ թողարկված պարտատոմսերից գոյացող գումարները հենց նույն ինքը ներքին պարտքը հոսում է ընդհանուր կաթսա, եւ պետությունը այդ ընդհանուր կաթսայից ծախսեր է կատարում։ Այսինքն մենք չգիտենք ընդհանուր կաթսայից որ գումարը որ ուղղությամբ է ծախսվել։ Նույնը վերաբերում է օրինակ եվրոբոնդերի թողարկումից ստացված գումարներին։ Այսինքն ոչ ոք չի կարող ասել, որ սա վերցվել է թոշակ տալու, զենք առնելու, թե պարգևաճառ տալու համար։ Նման պնդումները, եթե մեկը կանի, կեղծ են, սուտ են։ Իրենք չեն կարող փաստական որևէ թղթով, որևէ տրանզակցիայով բյուջեի հիմնավորել, որ օրինակ այդ եվրոբոնդը բերվեց, որպեսզի, չգիտեմ, զենք առնենք կամ թոշակ տանք։ Այնուամենայնիվ, ֆինանսների նախարարությունից պնդում են, որ այն հաշվարկելու մեթոդաբանություն կա։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շեշտում է, որ ներգրավված պետական պարտքի չափը եւ ուժային ենթակառուցվածքների վրա կատարված ծախսերը համահունչ են։ Օրինակ 18 թվականից որքանով է պարտքը աճել բացարձակ մակարդակով, մոտավորապես 2 տրիլիոնից մի փոքր ավելին։ 2 տրիլիոն դրամով եթե նայենք, եւ եթե նայենք նույն ժամանակաշրջանում կառավարությունը որքան փող է ծախսել օրինակ մեր ուժային ենթակառուցվածքների վրա, դա կլինի էլի 2 տրիլիոնի չափ գումար, մի փոքր ավել։ Բայց չէ՞ որ այդ ընթացքում մենք նաեւ ուրիշ ծախսեր ենք արել, միայն դրա վրա չենք ծախսել։ Չէ, ես կապիտալ ծախսերի մասին եմ խոսում, այսինքն կարելի ասել 2 տրիլիոն ծախսել ենք ուժային ենթակառուցվածքների վրա, որպես կապիտալ ծախս, եւ այդքանով էլ ավելացել է մեր պարտքը։ Մենք մոտավորապես 1 տրիլիոն դրամ էլ ծախսել ենք ճանապարհների կամ տրանսպորտային ենթակառուցվածքների վրա եւ կրթության ոլորտում։ Նշված տարվա պետական բյուջեն պլանավորելիս կառավարությունը նաև պլանավորում է, թե արտաքին եւ ներքին աղբյուրներից որքան պարտք է վերցնելու, բայց երբեմն իրականությունը այլ է լինում։ Օրինակ 2025 թվականի համար պլանավորվել էր արտաքին աղբյուրներից ներգրավել 289 միլիարդ դրամ, բայց փաստացին ներգրավել է 142 միլիարդ դրամ։ Սա լավ է թե վատ։ Մասնագետները իրականում այստեղ ռիսկեր են տեսնում։ Սա կարող է նշանակել, որ Հայաստանն ուներ նախանշված ծրագրեր եւ օրինակ կապիտալ ծախսեր, որոնք ժամանակին չի կատարել։ Իսկ կապիտալ ծախսերի թերակատարումները մշտապես ի վնաս տնտեսության են լինում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը համաձայն է, որ այստեղ քրոնիկ խնդիրներ կան, բայց միայն դա չէ պատճառը, որ պետությունը պլանավորածից քիչ արտաքին պարտք է վերցրել։ Կան այդպիսի ծրագրեր, որոնք նախատեսված էին իրականացվել 25 թվականին, սա վերաբերվում է հիմնականում կապիտալ ծրագրերին, որոնք ծրագրային վարկեր են եւ այստեղ ունենք քրոնիկ խնդիրներ, որոնք միշտ եղել են։ Հիմա այդ կատարողականը վերջին տարիներին գնալով լավացել է, բայց իհարկե կատարելությունից հեռու ենք դեռ։ Ֆինանսների նախարարը շեշտում է, որ պետությունը տնտեսումներ է կատարել ընթացիկ ծախսերի գծով, ինչպես նաև 2025 թվականի համար նախանշված վարկերի մի մասը պլանավորել է վերցնել այս 2026 թվականին, ինչպես նաև հարկային եկամուտները պլանավորածից ավելի բարձր են եղել։ Որտեղ մենք ասում ենք, եկեք հիմա պարտք վերցնենք, դպրոց կառուցենք, որպեսզի ապագայում ավելի մեծ եկամուտ ունենանք։ Դա նման կլիներ օրինակ, եթե մի մարդ որոշել պարտք վերցնել եւ գնալ բարձրագույն կրթություն ստանալ։ Այն մտքով, որ ինքը ապագայում ունենալու լավ աշխատանք եւ լավ եկամուտներ։ Թեև պետական պարտքի հիմնական նպատակը տնտեսական աճին նպաստելն է, սակայն տեսնում ենք, որ վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքը շատ ավելի արագ է աճում, քան տնտեսական աճն է։ Մասնագետները սա ռիսկային են գնահատում, ինչպես նաև սա կարող է բացասական գնահատական լինել պետական պարտքի արդյունավետության համար։ Իշխանությունն ու ընդդիմությունը բնականաբար այս հարցում էլ միակարծիք չեն։ Այդ ցուցանիշը մենք սովորաբար չենք դիտարկում, որտեղ դա էական չի։ Էականն է, թե պարտքը հնայի մեջ եւ տնտեսական աճը, այսինքն հնայի աճը, ինչպես են հարաբերվում իրար հետ։
Պարտքի վերաբերյալ մարդկանց մոտ շատ տրամաբանական հարցեր են առաջացնում։ Արդյոք հնարավոր չէ երկիրը կառավարել առանց այսքան պետական պարտք ներգրավելու։ Եվ մյուս հարցը, արդյոք ներգրաված պետական պարտքը հնարավոր չէ ծառայեցնել ավելի մեծ ենթակառուցվածքներ եւ ավելի տեսանելի արդյունքներ ստանալու համար։ Օրինակ, մետրոյի կայարան կառուցել։ Մարդիկ նաեւ մտավախություններ ունեն։ Արդյոք ապագայում իրենք եւ իրենց ծերունդները կկարողանան անխոչնդոտ փակել այս պարտքը եւ արդյոք ֆորս-մաժորային իրավիճակները փաստի առաջ չեն կանգնեցնի պետությանը։ Այսքան պարտք ներգրավելով արդյոք պետությունը կկարողանա առաջիկայում ֆորս-մաժորային իրավիճակներում անխոչնդոտ սպասարկել պարտքը։ Մեր սոցիալական ծախսերը էապես կնվազեին, առողջապահական ծախսերը էապես կնվազեին, ամեն ինչ էլ հնարավոր է։ Դա որոշման հարց է։ Օրինակ մենք ինչ, տեսեք, էլի եմ ասում, ներդրման հարց է եւ ամբիցիայի հարց է։ Մենք ժողովրդի համար ենք ինչ-որ բան ստեղծում։ Եթե դա պիտանի է մարդկանց, ոչ թե անպիտան ծախսեր ենք անում։ Իհարկե, այդտեղ կապիտալ ծախսեր կան, որոնք ոչ մեկ դա չի տեսել, կամ շատ քիչ մարդ է դա տեսել։ Օրինակ, անվտանգային ենթակառուցվածքները, հո դա բանը չեն ստեղծվում գյուղերում կամ քաղաքներում։ Եվ դե շատ բաներ, որոնք գնվում են, ոչ մեկ էլ չի տեսնում։ Ես կարծում եմ, որ շատ բաներ են եղել, այո, կարային ավելին լինեին, միշտ էլ կարող էին ավելի լավ լինեին, եթե մենք կատարյալ լինեինք։ Եվ թերություններն էլ նաև տեսնում ենք եւ այդ թերությունների վրա աշխատում ենք։ Ռիսկայնությունը, եթե գնահատենք զուտ ֆինանսական, ասենք տնտեսական ցուցանիշներով, միջազգային ինչ-որ ստանդարտներով կարող ենք ասել միջին ռիսկայնության կառավարելիության աստիճանում, հա? Բայց հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վիճակը, քանի որ ֆինանսական եւ տնտեսական ցանկացած գործունեություն կախված է քաղաքականից, հատկապես մեզ համար։ Երբ մեզ համար պատերազմը ավարտված չի, երբ մեզ շարունակաբար սպառնում են, երբ ասում են քո տարածքով պետք է մեզ ճանապարհ բացես, չբացես միջանցքի մասին խոսքը, կգանք մենք զորով կվերցնենք, այդ ամեն ինչը ներդրողի, քո վարկունակության, քո սուվերենության վրա ազդում են եւ անմիջապես ազդում են քո պարտքի կառավարելիության ունակության վրա։ Այսինքն ինչ որ պահի, եթե շոկային ինչ որ բան լինի, օրինակ պատերազմական այս пассив վիճակը, որը իմ համոզմամբ ավարտված չի, դառնա ավելի ակտիվ, այսինքն ֆիզիկական բանի մեջ։ Այս ծանր ֆինանսական վիճակը, որ այս պահին կառավարելիության տիրույթում էր, կարա դառնա անկառավարելի արդեն։ Պետական պարտքի մասին կարելի է երկար խոսել։ Օրինակ, ովքեր են արտաքին պարտքի գծով մեր գլխավոր պարտատերերը։ Առաջիկայում ինչ ծանր տարիներ են սպասվում Հայաստանին մայր գումարները փակելու համար։ Ինչ ծրագրեր կան, որոնց համար մենք պարտք ենք ներգրավել, վարկ ներգրավել, բայց այդպես էլ այդ ծրագրերը չենք իրականացրել։ Եթե ձեզ հետաքրքրում են այս թեմաները, միացեք հետքի YouTube-յան ալիքին մեր հետագա տեսանյութերը բաց չթողնելու համար։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, կարող եք միանալ մեր Patreon համակարգին, աջակցելով մեզ։ Հղումը կարող եք տեսնել նկարագրություն բաժնում։